քեզ թվում է, որ դու ավարտել ես գիրքը, երբ քեզ թվում է, որ դու բոլոր գաղտնիքները բացահայտել ես, բայց այդ 20 էջը էլ ավելի շոկի ենթարկվում։ Փարիզին բոլոր առումներով անկանխատեսելի է։ Ինձ ամենաշատ հուզած եւ ամենահետաքրքրող ընդհանրապես հարցերից մեկը հիշողության եւ ինքնության հարցն է։ Իմ համար նաեւ շատ կարևոր թեմա է գրքում հենց կորուստ ասվածը։ Ավելի տխուր բան չկա երևի կամ ավելի անհասկանալի եւ դու չգիտես դու ով ես։ Երբ քեզ միշտ հրեշ են անվանում, ավելի հեշտ է այդ մտքին վարժվելը, մինչ ժամանակի հետ հասկանում ես, որ իրականում դա միակ բանն է, որ քեզ առանձնահատուկ է դարձնում։ Բարի երեկո, սիրելի ընթերցասերներ, մարդիկ, ում հետ այս հանդիպմանը եւ այս գրքի քննարկմանը շատ երկար ենք սպասել։ Ընդամենը 2-3 ամիս առաջ Զանգակ հրատարակությունը բոլորի դատին հանձնեց երկար սպասված, սիրելի իտալացի գրող Դոնատո Կարիզիի Հոգիների դատարանը։ Ուզում եմ կարդալ այն մարդկանց անունը, ովքեր կանգնած են գրքի հայաֆիկացման հիմքում, եւ նրանցից մի քանիսն այսօր այստեղ են։ Հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյան, պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյան, գեղարվեստական խմբագիր Մարիամ Կանայան, ով նույնպես այստեղ է, տեխնիկական խմբագիր Նվարդ Փարսադանյան, լեզվական խմբագիր եւ սրբագրիչ Լիանա Միքայելյան, կազմը Մարիամ Կանայանի, ձևավորումը Գրիգորի Հարությունյանի։ Ինձ թվում է կարող ենք ծափարել այս հիասքանչ աշխատանքի համար։ Այս գրքին շատ երկար ենք սպասել ու մարդիկ, ովքեր գրքի բնօրինակ բախտ ունեցել են իտալերենով կարդալու եւ նրանք էլ ովքեր կարդացել են անգլերենով կամ ռուսերենով կփաստեն, որ ինքը գրողի ամենահայտնի, սիրելի ու սպասված գործերից մեկն է։ Վերնագրին ու բնագրին դեռ կանրադառնանք, բայց այսօր գիրքը միասին բացահայտելու ենք 3 խոսնակների հետ եւ նաեւ մեր ընթերցասերների հետ, ովքեր կարդացել են եւ պատրաստ են կիսվելու իրենց դիտանկյուններով։ Այստեղ է գրքի ընտրության հիմքում կանգնած Զանգակ հրատարակության խմբագրական բաժնի պատասխանատու Հասմիկ Եղիազարյանը, այստեղ է լրագրող PR մասնագետ Հովհաննես Վարդանյանը եւ լրագրող հաղորդավար Այլիտա Չիլինգարյանը։ Մենք միասին փորձելու ենք բացահայտել գիրքը, փորձելու ենք այս բարդ ու խճճված պատմության մեջ գտնել կծիկի ծայրը, որպեսզի փորձենք հասկանալ ինչու, ինչպես, երբվանից եւ դեպի ուր ենք գնում, ուր է գնում պատմությունը։ Մի փոքրիկ պատմական ակնարկ կանենք, որից հետո արդեն թեմատիկ միասին կբացենք։ Դիակը բացեց աչքերը, ինձ թվում է ամենատպավորիչ տոկն է, որով կարող էր սկսվել պատմությունը։ Այս գիրքը մտավոր ճանապարհորդությունը դեպի մարդու հոգու մութ անկյունները, դեպի այն սահմանագիծը, որտեղ իրականությունը ու առեղծվածը երբեմն դադարում են տարանջատվելուց։ Կարիզին այն հեղինակներից է, ով կարողանում է ընթերցողին ստիպել մտածել արդարության, մեղքի, ճշմարտության եւ մարդկային ընտրության մասին։ Տարբեր լեզուներով տարբեր կերպ է թարգմանվել The Lost Girls of Rome կամ The Lost Girls կամ The Hunter of the Dark։ Հրատարակվել է 2021-ին իտալերենով, իսկ անգլերենով թարգմանվել է ավելի ուշ տրիլոգիայի առաջին մասն է։ Այն, որ այստեղ Հռոմը շատ հետաքրքիր պատմական կերպար է, դրան կարծում եմ խոսնակները կանրադառնան, բայց միասին տեղափոխվելու ենք մի աշխարհ, որտեղ հանցագործությունները միշտ չէ, որ ունեն ակներ եւ դրդապատճառներ ու պատասխաններ, իսկ երբեմն ամենամեծ գաղտնիքները թաքնված են մարդու հոգու ամենախորքերում։ Հասմիկին եմ ուզում հղել առաջին հարցը, սովորաբար գրքի շնորհանդեսները սկսում ենք հենց այդ հարցով, ու քանի որ գիրքը ամիսներ առաջ ունեցել է իր շնորհանդեսը եւ ձեզնից շատերը ներկա էին իր շնորհանդեսին, ուզում եմ Հասմիկին հարցնել եւս մեկ անգամ էլ այստեղ խոսենք այդ մասին, ինչպես ընտրվեց գիրքը, ինչպես ընտրվեց Կարիզին եւ որն էր այն հիմնական առանձնահատկությունը, որը ստիպեց, որ Կարիզին պետք է անպայման հայ ընթերցողի դատին հանձնենք։ Սիրով եւ առանց կասկածների ընտրվեց այս հեղինակը, իսկ եթե ավելի լուրջ, ավելի հստակ, մենք իսկապես նկատել ենք, որ դետեկտիվների, թրիլերների կարիք կա, որ լինեն թարգմանված հայերեն, որովհետեւ գիտենք, որ այլ լեզուներով շատ կարդում են, շատ ընթերցողներ ունեն, շատ հետևորդներ ունեն, հայերեն կարծես թե միջև այս վերջերս մի փոքր պակասում էր այս սեգմենտը, բացի դրանից իսկապես ոնց որ մեր ժամանակների այդ ժանրերի խառնուրդ շատ տարբեր տարեր ունի, մենք արդեն լսել ենք այդ խտության մասին շերտերի եւ փիլիսոփայական մտորումներ, եւ բարոյական խնդիրներ, եւ կրիմինալոգիա, եւ հենց իսկական դետեկտիվ ժանրի տարեր, այսինքն, դրա այսինքն բոլորն է, չեմ ուզում որևէ մեկը առանձնացնել,
Այսպես եւ համարեցինք, որ շատ արժանի լավ լրացում կլինի մեր արդեն հետաքրքիր ուրեմն բազմաթիվ գրքերի շարքում, բացի դրանից հեղինակը իտալացի էր, սա էլ էր հետաքրքիր, այսինքն շատ հաճախ ոնց որ կարծես թե մի քիչ ավելի կենտրոնացած ենք անգլերենի գրականության վրա եւ կարծում եմ սա էլ է շատ հետաքրքիր, հատկապես Հռոմի մասին դու էլ նշեցիր, այստեղ շատ հետաքրքիր տենց կերպար է Հռոմը եւ հեղինակը կարծես միտումնավոր մեզ տանում է ու ստիպում է, որ հաջորդ անգամ այդ անուններն էլ անդադ կրկնելով, որ հետաքրքրվենք այս քաղաքով, քանի որ շատ գաղտնիքներ է թաքցնում, որպես, որտեղ ասենք Հռոմը այսօր ընկալում ենք շատ որպես Իտալիայի մայրաքաղաք, այսինքն որևէ գեղեցկագույն մայրաքաղաք, բայց դարեր շարունակ սա աշխարհի ամենակարևոր կենտրոններից է եղել, քանի որ այստեղ է եղել սա կաթոլիկ եկեղեցու կենտրոնն է, սրա մասին մոռանալ եւ չգիտակցել, այսինքն սա մեզ ոնց որ հիշեցնում է դա, այսինքն չկա նմանատիպ կարևոր քաղաք էլի, որտեղ այդքան կենտրոնացած լինեն, այդքան իշխանություն, այդքան գաղտնիքներ եւ այդքան, չգիտեմ, հարստություն ամենամեծին լայն իմաստով, հա, ինֆորմացիայի, մշակութային եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այսպես այսօր Դոնատո Կարիզի հոգիների դատարանը գիրքը մեր զանգական գրքերի շարքում է։ Շնորհակալություն։ Մենք վերջերս մի դիտարկում ֆիքսեցինք մեզ համար, որ Դոնատո Կարիզի հոգիների դատարանը հաճախ համեմատում են հենց Հռոմի առկայությունը եւ Հռոմի պատմական անդրադարձերը հաճախ համեմատում են Դեն Բրաունի գործերում Հռոմի առկայությունը եւ ելի որպես կերպար գոյությունը։ Ուզում եմ սկզբում խոսենք քաղաքի որպես կերպար գրքում որքանով է դա արժևորվում, որքանով է դա կարևոր եւ հետո արդեն կանրադառնանք այն կառույցին, որի մասին այստեղ պատմվում է։ Նախ ողջունում եմ Դոնատո Կարիզի հոգիների դատարանը գրքի հայերեն տարբերակի հրատարակումը, իսկապես արժանի գիրքեր, իսկապես հայ ընթերցողի գրադարակում ունենալու գիրքեր։ Ես Հռոմում եղել եմ 5 տարի առաջ եւ Հռոմը այս տեսանկյունից բացահայտել երբեք չէի պատկերացնի, որովհետեւ իտալական մշակույթը, իտալական արժեքները տուրիստի, ճամփորդի աչքերով նայելը մեկ այլ իրողություն է եւ մեկ այլ իրողություն է հայտնվել Հռոմի ստորգետնյա աշխարհում մութ ու փակ համակարգերով լի տեղերում ու այդ տեսանկյունից Հռոմը բացահայտել իսկապես հետաքրքիր փորձառություններ եւ Դոնատո Կարիզին հաջողվել է ընթերցողին փոխանցել Հռոմի չբացահայտված ու այն էջերը, որոնք որ կան ու այն մթի, այն վախի մթնոլորտը, որը որ ստորգետնյա հատվածներում այդ հանցագործ աշխարհում, հա, ճակերտավոր որ ցույց է տալի Կարիզին, եւս մեկ անգամ ապացուցում է այն իրողությունը, որ գրականությունը իզորու է ցույց տալու քաղաքը այլ տեսանկյունից, իսկ այս դեպքում Հռոմի բացահայտումը իսկապես իմ համար գոնե այլ նշանակություն ուներ ու այն կինոմատոգրաֆիկ հատկությունը, որ վեպում կար, գիտեք շատ հաճախ մենք երբ որ ցանկացած ստեղծագործություն ենք կարդում, եթե դրա էկրանավորված տարբերակը չի լինում, երբեմն դժվար է, հա, պատկերացնել, թե եթե սա կինոյի վերածվեր, ինչ ազդեցություն կունենար, ես այս ստեղծագործության մեջ իրոք պատկերացրել եմ, թե ինքը կինո աշխարհում ինչ ձևով կներկայացվեր ու Կարիզին իսկապես դա հաջողվել է։ Եթե ես չեմ սխալվում, Կարիզին նաև ռեժիսորական փորձ ունի իր վեպերի հիման վրա ֆիլմեր ստեղծելու, բայց բացի դրանից նաև Կարիզին մի քանի մասնագիտացում ունի քրեագետ, իրավագետ, որոնք էլ գուցե հենց օգնում են շատ դեպքերում հանցագործությունը այսքան ներսից տեսնելու։ Այլիտ, ինչ ես կարծում քեզ համար որպես ընթերցող, բարդ էր նարատիվի այսքան խառը, այսքան բազմակողմանի ու տարբեր ժամանակներում զարգանալու խնդիրը։ Խնդիր է դա քեզ համար թե ոչ։ Խնդիր չէր, որովհետև ես դետեկտիվի ժանրի մեծ սիրահար եմ ու երբ կարդացել եմ, իմջալոց գիրքը կարդացել եմ դեռևս 2021 թվականին,
կորոնավիրուսից, որ արդեն դուրս էինք գալիս, բայց դեռևս փակ էինք, այս գիրքը լույս տեսավ զուգահեռ ամբողջ այդ գրքասեր աշխարհում ինքը մեծ իրարանցում առաջացրեց ու շատ արագ թարգմանվեց թե անգլերեն, թե ռուսերեն տարբերակ ընթերցեցի, որը ինչպես նշեցի, Պատերինայի девушки Ռիմը էր, հետո արդեն հայերեն տարբերակով խառնվել է իրար, դες համոզված էի, որ ես նստելու եմ նոր գիրք եմ կարդալու, բացում եմ առաջին տեսարանը, ասում եմ, ես սա գիտեմ, բայց ախր ես այս գիրքը կարդացել եմ, հետո հասկացում հիշում եմ, որ սա Պատերինայի девушки Ռիմն է, նույն Կարիզին ծանոթացել եմ այս գրքով, բայց հասցրել եմ ընթերցել նաև իր մեկ այլ շատ հայտնի գործերից մեկը, որը հայերեն թարգմանություն դեռ չկա, եթե թարգմանենք երևի հուշողը, պատկաշիկը, ու ինչու չի բարդացրել, որտեղ սկզբից կարդացել եմ սա, ես նույնպես նմանացրել եմ Դեն Բրաունի ինչ-որ մոտեցումներին, հստակ տարբերությունը տեսել եմ նաև, ամեն դեպքում Դեն Բրաունը իտալացի չէր, ինքը այդ երկիրը այտենց չի զգում, ինչպես զգում է Կարիզին, ու այդ հռոմի կերպարը ինչով էր տարբերվում այն կերպարից, որը օրինակ կարդում ենք մյուս գրքերում Դեն Բրաունի, դա հենց առաջինն է, որ ես զգում եմ, որ իտալացու կողմից գրված է եւ ինքը ուզում է ընդգծել այն կետերը, պատմության այն շերտերը, որը որ ցանկացած իտալացի կուզենա, որ աշխարհը տեսնի եւ ճանաչի ու եւ այդ կողմից ներկայացնի, դա հետաքրքիր էր։ Չեմ կարող ասեմ ինչու չեմ խառնվել իրար, անկեղծ նշումներ չեմ արել կարդալու ընթացքում, այսինքն այդ անհրաժեշտությունն էլ չեմ զգացել։ Գուցե եւ սենց ուղակի տրվել եմ այդ ընթերցանությանը ու երևի թե դրա պատճառով էլ հետո այդ վերջի բացահայտումները ինձ համար վերջին մի 20 էջը երևի սենց անverջ շոկային սենց շունչ քաշելու մի հատ սենց լինելու 20 էջեր էին, երբ քեզ թվում է որ դու ավարտել ես գիրքը, երբ քեզ թվում է որ դու բոլոր գաղտնիքները բացահայտել ես, բայց այդ 20 էջը էլ ավելի շոկի ենթարկում։ Դրանից հետո հավատացեք, այս տարիների ընթացքում շատ մարդկանց եմ խորհուրդ տվել այս գիրքը կարդալ, որ ուզում եմ որ դետեկտիվի ժանրին մեկ անգամ էլ անդրադառնան եւ բոլորը այդ ձևով էլ հետ էին գալիս։ Մի բան էլ կուզեմ ավելացնել, բոլորին խորհուրդ կտամ Կարիզին մաքսիմալ սոցիալական էջերում նշել։ Ինքը շատ, այո, ինքը շատ ակտիվ է, արձագանքում է, ինձ արձագանքել էր դեռևս 2021 թվականին, գրել էր ինձ կարաելիտայով։ Մի երկու բառ իտալերեն խոսում եք, այն ժամանակ իտալերեն էի սովորում, ոգևորված էի շատ։ Այս վերջերս նույնպես արձագանքեց, ռիփոստ արեց, շատ ոգևորում է մեզ որպես ընթերցողների, որ հեղինակը դուրս է գալիս կոնտակտի, ինքը այդպիսի գրող է։ Դրա համար, եթե ուզում եք նաև իր հետ ոչ միայն գրքին առնչվել, մի քիչ հեղինակին առնչվել, կարող եք սոցիալական ցանցերի միջոցով անպայման արձագանք թողնել, ինքը հետ է գալիս ֆիդբեքով։ Չգիտեմ ինչից է, երևի թե նրանից է, որ ես շատ սիրում եմ դետեկտիվներ կարդալ, բայց ինձ չի խանգարել։ Ես ամեն շատ հավանել եմ։ Կարող եմ ասել, սա ընթացքում երևի կխոսենք նաև ինչը չեմ հավանել դրան զուգահեռ, պարադոքսալ։ Բայց շփոթել չէ, չեմ շփոթվել։ Շատ բարի, ես ուզում էի անպայման ֆիքսենք այդ հանգամանքը, Այլիտան նշեց, քիչ է պատահում, երբ գրողը բացի ստեղծագործելուց եւ ինչ-որ բան մարդկանց դատին հանձնելուց, նաեւ այնքան ակտիվ է հետադարձ կապի մեջ, որ դու իրեն անմիջապես կարող ես իր հետ կոմունիկացվել, գրել քո կարծիքը եւ այդ շատ հետաքրքիր հանգամանք է։ Ուզում եմ գանք գրքի հերոսներին, որովհետև այստեղ մի ամբողջ հերոսաբույլ ունենք, ում պետք է անդրադառնալ, եւ չգիտեմ արդյոք ժամանակը կհերիքի բոլորին անդրադառնալ այնքան մանրակրկիտ, ինչքան կուզեինք անդրադառնալ, որովհետև կան հանդիսականների շարքում մարդիկ, ովքեր նոր են կարդացել եւ տպավորությունը թարմ է, երբ 2 ամիս առաջ ես նոր առաջին անգամ գործը կարդացել էի, ես փնտրում էի մարդ, ով կարդացել է, որպեսզի 15-20 հարց տամ հստակեցնելու համար ես դա ճիշտ եմ հասկացել, թե ոչ։ Հիմա այսօր ոնց որ բացառիկ հնարավորություն է ստեղծվել միասին հասկանալու շատ բաներ։ Հերոսներից գանք, մի այսպիսի հետաքրքիր պարադոքսալ միտքեր ինձ մոտ առաջացել, կարող է ամենահետաքրքիր պերսոնաժը դառնալ հանցագործը, հենց ինքը հանցագործը, ու նախորդ անգամ մեր գրականագետներից մեկը Հրաց Արիբեկյանը ասում էր, որ ես սիրում եմ դետեկտիվներ, երբ հանցագործը, այն մարդում ես փնտրում եմ, այն 10 մարդկանց մեջ է, ովքեր գրքում իմ աչքի առաջ են։ Ձեր տեսանկյունն եմ ես մասով ուզում հասկանալ, ի սկզբանե հասկանում եք ինչ է կատարվում վերջում թե ոչ, որպես դետեկտիվի սիրահարներ եւ շատ դետեկտիվ կարդացած մարդիկ, եւ հերոսներից ով էր ձեզ համար ամբողջովին բացահայտվել, ում հետ կռիվներ ունեիք ընթացիկ։
Ես մի հետաքրքիր դիտարկում ունեմ, ես էլ ինձնից չէի սպասում, մեր շատ սիրելի աշխատակցուհի Անին հիշում եմ զուգահեռ ոնց որ բանի այդ ապրումները տանում էին նրա հետ, ուր հասարին չեղավ, բայց ասեն վերջում ինձ բանա լինում է, ու ես ոնց որ մի ուրիշ հասմիկ իմ հետևից ասում եմ հիշի Անիի ասածը, ու անընդհատ ասում եմ շատ անսպասելի, հասմիկ էլ մտած որտեղ կարող է լինի, հա, փաստորեն անուղակի, հա, թաքնված սպոյլեր գուցե, չէ, դե ենթադրվում էր նմանատիպ մի բան, ու ես հիշում եմ որ առաջին անգամ ըստ էության կարելի ասել կրահեցի այդ գոնե այդ բաներից թվիսթերից այսպես ասած, հա, այդ անսպասելի անցումներից գոնե 1.5-ը լուրջ կասկածներ ունեի։ Երկրորդ անգամ երբ ընթերցեցի, ես ասեցի, եղբայր, այդ Անիի այդ էֆեկտը չկար, կարծես թե թվում էր ես իհարկե շատ նյուանսներ մոռացել էի, բայց ինձ շատ խճճեց ու այս Այելիտայի ապրումը ունեցա այդ վերջի 20 էջը, որ ասում եմ էլի, այն որ ասում եմ ետ ուժ еще не всё։ Հա, անընդհատ եւ դա մեր իհարկե սիրելի բայ ֆոտո լրագրողի Սանդրայի հետ էր կապված։ Հա, իբր ամեն ինչ, մի հատ էլ այդ Սանդրայի ապրումները եւ այլն։ Ներողություն, հարցը որն էր։ Այնքան լավ է գնում, հասմիկ գնա։ Դե խճճում եմ նրա ոճով։ Հերոսների մասին ու հետ է իր կռվի մեջ ընթացքում։ Կռվի մեջ անհանգիստ է իհարկե Մարկուսի համար միշտ եւ անընդհատ, որովհետեւ այնքան բան կասելու։ Նայեք, այստեղ ինձ ամենաշատ հուզած եւ ամենահետաքրքրող ընդհանրապես հարցերից մեկը հիշողության եւ ինքնության հարցն է։ Այստեղ ինքը ամենասկզբից մենք այս երիտասարդի հետ տարապում ենք, որովհետև ավելի տխուր բան չկա երևի կամ ավելի անհասկանալի եւ դու չգիտես դու ով ես։ Իսկ այստեղ իր դեպքում դա այդքան է տխուր չէր։ Բա Ոնց որ բա մի խոսքով այս բոլոր բաները չէ, քանի որ մոտ 90%, 95% վեպի այդ ուրիշ ապրումների մեջ ենք անհանգստության, հա, Սանդրայի համար անհանգիստ ենք այդ Շալբերի այդտեղ ինձ թվում է Այելիտան գասի, մի տեսակ չգիտենք այդ լավ, մի խոսքով Մարկուսն է շատ, ասենք առեղծվածային ու որին երևի ամենահետաքրքիրն էր հետևել, որովհետև ինքը համ փնտրողներ, հա, համ այդ զույգի մեջ էր համ եկեղեցու հետ կապված էր, այսինքն ամենաօրիգինալներ, ինքը ոնց որ թաքնվածներ այդ ստվերի մեջ գտնվողներ, հա, ոչ թե Սանդրան իր գործիքներով։ Եվ նրա մեջ կարծես թե այս, չգիտեմ, կաթոլիկ եկեղեցու այս բոլոր այս առեղծված այն բաները կարծես թե կենտրոնացած էին, հա, ինչ որ մութ անցյալ, ինչ որ գեր կարևոր առաքելություն, միսիա, հա, ինչ որ միջնադարից եկող եւ այլն, ասենց ոնց որ ասենց գրեթե սուպերմեն ոճով նա մտնում է եւ հետո պիտի տեսնենք ինչ է լինում։ Մարկուսի եւ Սանդրայի կերպարները, որոնք վեպի գլխավոր առանցքում են, եւ թվում է թե իրադարձությունը իրենց բացահայտումների շուրջ են կատարվում, վեպը երբեմն դարձնում է շատ հակասական բոլոր առումներով, որովհետեւ տեսեք, այն պահին, երբ որ մենք ուզում ենք հասկանալ, չէ, որպես ընթերցող, թե հեղինակը ինչ կանխատեսում կարող էր անել, մեզ լրիվ մոլորեցնում է Կարիզին, որովհետև ինքը լրիվ ուրիշ սցենար էր պատկերացնում։ Կան ստեղծագործություններ, որոնք որ մեր այդ երևակայությունը գծում են, սահմանում են, որ այ գիտեք, այս կետում, այս իրավիճակում, այս լուծումը կտրվի, բայց դա Կարիզի մասին չի, Կարիզին բոլոր առումներով անկանխատեսելի է, ու Սանդրայի այն ամուսնու այդ փնտրտուքները ու վերջում այո, ու նաև այն բացահայտումները, որ այդ հանցագործությունները անընդհատ մեկը մյուսին հաջորդում են ու իրենք որ գնում են այդ հանցագործությունների բացահայտման հետևից ու ոգիների այդ դատարանի արկայությունը, որոնք որ բոլոր սահմաններից դուրս են ու իրենք են օրենքներ որոշում, այդ ցույց է տալիս, որ մենք այն հոգեբանական բանի շերտին ենք բախվում, թե գուցե այդ սպանությունը արդարացված էր, գուցե դա ճիշտ որոշումն էր, այդ չարի ու բարու, ճշտի ու սխալի այդ արճակատումը իրոք վեպին տվել է շատ լուրջ ու նուրբ շերտ էր։ Այդ թեմային անպայման անդրադառնալու ենք, որտեղ ինքը բավականին ծավալուն է, այդ պարադոքսներին արդյոք ճիշտ է թե սխալ, Այելիտա, դու ինչ կասես հերոսների մասով։
Ինձ թվում է որևէ տարբերվող կարծիք չեմ ասի, որ Մարկուսի կերպարը իմ համար ամենահետաքրքիրն էր։ Սիրելի չեմ ասի, որովհետև անկեղծ գրքում սիրելի կերպար չունեի, բոլորը ինչ որ բաներով դուրս գալիս են, ինչ որ բաներով դուրս չէին գալիս։ Չէի հավանել Սանդրայի կերպարը, անկեղծ ասեմ։ Հա, Անընդհատ կռվի մեջ է, ուզում էի հասկանալ կա էլի Ինչ որ արհեստական բան կա։ չեմ Ես չի ասի հավանել։ չեմ հավանել։ Իսկապես ասեմ ինչ, իր էմոցիաները իմ համար կամ ինքն էր իրեն խաբում, կամ Կարիզին կանանց մի քիչ լավ չի հասկանում։ Միանշանակ է, թե չէ։ Համ փորձել է հարգանքով, սիրով, այնց անդադ, բայց դեցակ շատ պարադոքսալ է, երբ որ գրքում բոլոր տղամարդիկ շատ խելացի են, շատ ամեն ինչ կանխատեսված է եւ այլն, եւ գրքի միակ կին հերոսուհին թույլ է տալիս իրեն բաներ, որոնք դե չէ, շատ էմոցիոնալ, շատ քայլեր, որոնք որ ոչ մի ռացիոնալ բացատրություններ չունեն, ու դա ինձ դուր չէր գալիս, որտեվ համոզիչ չէր, չէ՞։ Անցումը համոզիչ չէր, կարող է ռացիոնալ։ Կերպարը լավը չէր, որովհետև կերպարը լավը չէր, որովհետև Կարիզին մեզ լավ չի ճանաչում։ Մի էսպիսի բաներ կա, սա նաև գուցե նրանից է, որ ժանրի բոլոր կանոններին համաձայն գրքում պետք է լինի տղամարդը եւ կինը, մեկը մյուսին լրացնեն, միշտ տղամարդը տանի, իր հետևից կինը տենց փորձի։ Նույն խնդիրը Դեն Բրաունը ունի։ Ես հիմա չեմ ուզում sense վերածեմ սա ֆեմինիստական ինչ-որ քննարկման, բայց դա ժանրի կանոններն են, որոնք որ արդեն կայացել են, sense արմատները գցել են եւ այսպես թե այնպես հեղինակները այդ կանոններին հետևում են։ Ու ստացվում է, որ մենք ունենք Մարկուսին, ով որ տանում է այս ամբողջ գիծը, եւ իր հետևից արդեն եկող Սանդրային, ով որ անհասկանալի քայլեր է անում, ով որ 5 ամիս ամուսնու համար, հա, ամուսնու համար ամենջնում է, բայց մեկը գիշերվա մեջ սիրահարվում է ինչ որ տղամարդու։ Մի խոսքով, այս էմոցիաները իմ համար հասկանալի չէին։ Այդ պատճառով, չգիտեմ, մի օր կուզենամ նման ժանրի գիրք կարդամ, արդեն կին գրողի կողմից եւ տեսնեմ այնտեղ գոնե ճիշտ մոտեցում կլինի, թե չէ, թե խնդիրը պարզապես այո մեր ընթերցողների մեջ է, մենք դա ենք ուզում, մեզ դա են տալիս։ Չեմ կարող։ Իրականում այդ խնդիրը ինձ մոդելը առաջացել ու մինչև վերջ մտածում էի Սանդրայի կերպարը ուղղակի բացված չէ կամ ոչ արդարացիորեն է բացված, որովհետև դու որպես կին նայում ես, դու որպես կին կարդում ես, որպես կին ընթերցող ու հասկանում ես, որ շատ բաներ։ Եղբայր որպես մասնագետ թեկուզ, չէ՞, նա ի վերջո մասնագետ էր։ Ասեցին 29 տարեկան, անդադ էտել է նշում, չգիտեմ ինչի 3 տարի ամուսնացած։ Դալի եմ տենց չի լինում։ Չեն ամուսնանում։ Շատ լավ։ Ես այստեղ նաև փոքրիկ հատվածներ եմ առանձնացել, ես չգիտեմ, գուցե այդ հատվածները համընկնեն ընթերցողների առանձնացրած հատվածների հետ, անպայման ուզում եմ դրանք կարդանք։ Երբ քեզ միշտ հրեշ են անվանում, ավելի հեշտ է այդ մտքին վարժվելը, մինչ ժամանակի հետ հասկանում ես, որ իրականում դա միակ բանն է, որ քեզ առանձնահատուկ է դարձնում։ Ինձ թվում է, այս մտքին հաճախ էինք գալիս հերոսների բոլոր գործառույթների ու գործողությունների ժամանակ։ Ուզում եմ անդրադառնանք դատարանի գաղափարին, նախորդ անգամ ես հիշում եմ, որ մեր շնորհանդեսի ժամանակ դահլիճից հարց հնչեց, ինչ է նշանակում հիմնված է իրական փաստերի վրա, որովհետև գրքի մասին երբ կարդում ես, գրված է, որ հիմնված է իրական փաստերի վրա։ Եվ Հասմիկը այդ դատարանի միտքը, Հասմիկը, կարծեմ Հասմիկը այդ դատարանի։ Անկեղծ ասած հիմա չեմ հիշում, բայց մի այս անգամ էլի հատուկ նայեցի, շատ կարևոր է այդ վերջաբանը, չէ, վերջին խոսքերը, որտեղ կարծես թե կանխատեսելով մեր այդ ենթադրությունները եւ պոտենցիալ հարցերը, երկու դեպքի մասին է, չէ, պատմում հեղինակը։ Այստեղ շատ գեղեցիկ մենք այս բանը ունենք, այս հատվածը ունենք, շնորհակալ եմ ից առաջ։ Եվ այստեղ ասում է, որ այս պատմությունը ծնվել է երկու անմորալի հանդիպումներից։ Եվ այստեղ ոնց որ գրքի շարունակությունը լինի, այդ որ ասում է Իվարքյան ներողություն, ասում է երեկոից առաջ, չէ, ժամադրությունը իրան էս բանը նշանակում հոգեվորական է, Մարիամուտից առաջ շնորհակալություն։ Այդ էլ ինքան միջնադարյանը Մարիամուտից առաջ, ժամը 5-ին, 6-ին, 7-ին, ու բայց սա էլ ոնց որ նկատի, ասում է դուք իմանաս երբ կգաս։ Եվ այստեղ տեսեք, ես ինչ արեցի, մի փոքրիկ չեմ ասում, շատ խորն եմ ուսումնասիրել, բայց կաթոլիկ եկեղեցու կայքերով գոնե փորձեցի հասկանալ այդ պենիտենցիաների պատմությունը, միչև հիմա ինչքան փնտրում եմ, տեսեք, մենք ինկվիզիցիան ենք, իմ փորձը գոնե ինկվիզիցիայի մասին բոլորս գիտենք, որտեղ դա հանրային էր։ Դատերը անցնում էին հանրային, գիտենք, մի խոսքով հրապարակային դատավարությունները հա, չէ, բայց իրապես կար, չէ, գործունեությունը բացեիված էր։ Դրա համար բոլորս գիտենք, սա թաքնված է եւ սրա հիմնական ֆունկցիան գործառույթը
Միսերիկորդիա, ասում է այդ ապաշխարանքն է, չէ, որտեվ չմոռանանք ինչա նշանակում հենց պենիտենցիերը, որ ապաշխարանք տվող, այսինքն խորհուրդներից մեկն է եկեղեցու եւ հատուկ ստեղծվել է այս մարմինը, բայց հանրային չի եղել, այսինքն մարդկությունը դրա մասին չի իմացել, տենց եկեղեցու ուրեմն ֆունկցիան է, որ հատուկ մարդիկ լինեն, ընդ որում են Պենյաֆորտեին հիշում ենք բոլորս, որ անդադ նրա անունը տրվում է, չէ, որ այդ մատուրը պիտի գնանք։ Փաստորեն նա էլ գրել է ձեռնարկ, այդ 13-րդ դարում, երբ արդեն պենիտենցիերի գոյություն ուներ, թե ինչպես է պետք անցկացնել խոստովանությունը, ճիշտ ուղղորդելու նա էլ բանի կրթություն ուներ, սովորել էր Բոլոնիայում իրավունք, այսինքն այս այլիտա դատարանի գաղափարը իսկապես ունեին, թե իրենց պատկերացմամբ եւ շատ իսկապես անկեղծ փորձում էին, թե ինչպես է ստացվում, չգիտենք, թե ինչպես անցկացնել դա, որ մարդիկ իսկապես խոստովանեն իրենց ծանրագույն մեղքերը, ամենածանր մեղքերը ուղղորդվում են այնտեղ, որտեղ հենց պապի ոնց որ բաններ պետք է օրհնությունը, թույլտվությունը։ Այսինքն այստեղ ներման մասին է հիմնականում գնում խոսքը։ Գրքում մենք ասում ենք, որ այդ ուրեմն դրա ֆոնին այնպիսի մի արխիվ է հավաքվում, չէ, ամենածանր, փաստորեն մի 700 տարվա ամենածանր հանցագործությունների մասին մենք ունենք բանը խոստովանություններ։ Այսինքն եկեղեցուսը ինչքան ես փնտրեցի բան են արել համագործակցություն, ոչ մի նման ուղիղ բան չկար։ Հիմա այս դա եմ մտածում, այս վերջի խոսքը, սա ոնց որ վեպի շարունակությունն է, թե ինչ, թե իսկապես այս գաղտնի է, այնքան գաղտնի է, որ նույնիսկ այսօր որ այդքան խոսում են, սրա մասին բացահայտ չկա։ Բայց այստեղ գրքում բացահայտ ասում է, չէ, որ շատ տուրիստներ գալիս են ուխտագնացներ հավերժական քաղաք են ուղևորում ոչ միայն եկեղեցի այցելելու, այլ մեղքերի թողություն ստանալու, որտեղ Վատիկանն է, որտեղ ինքը կաթոլիկ եկեղեցու կենտրոնն, այնտեղ լեզուներով էլ կա, եթե ուզես հայերեն չկա, բայց կարելի է խոստովանություն անել։ Ես նաև ընկալում եմ, կներեք, ես նաև ընկալում եմ այն առումով, որ երբ կարդում էի, հետո ընթացքում նաև Կարիզին էի ծանոթանում, քանի որ ինքը նաև կրիմինալիստ էր, ինքը բացայբաց ասել է, որ շատ տեսարաններ հենց ուղիղ, երբ որ շատ մանրամասն միջայլոց նկարագրում է հանցագործության վայրերը, ինքը ասում է կոնկրետ տեսարաններ ու կոնկրետ գործեր վերցվել է իր կարիերայից, այսինքն ստեղ այս գրքում մի հատ աստղաբույլ է, այն բոլոր դրա համար այդքան շատ է, ինձ թվում է ուղղակի վերցրել հիշել էր, ինչ այդպես ցնցող հանցագործության վայրեր էր տեսել, եւ ամեն ինչ հավաքել են մի վայրում։ Ես հետո մի քանի հարցազրույցներ կարդացի, ինքը ուղիղ ասում էր, որ այդտեղ այդ բոլոր ունենք դեպքեր, որ ես գնացել տեսել եմ, նկարագրել եմ։ Այսինքն այս առումով էլ կարող ենք ասել, որ սա այս դեպքում էլ է հիմնված այո իրական փաստերի վրա։ Ես շարունակելով այդ դատարանի արկայությունը, ես կարծում եմ, որ Կարիզին հիմքում ավելի շատ դրել է որպես գաղափար, այդ դատարանի արկայությունը ու այդ գաղափարի միջոցով փորձում անթերցողին ցույց տալ, որ այդ ամեն ինչ կանոններից դուրս այդ սկզբունքը ու այն ամեն անգամ այդ նոր բացահայտում այդ հանցագործությունը, այն հերոսները, որ գնում են այդ ճանապարհով, մեզ էլի բերում այն 3 շերտերի վրա, կրոնական, քրեական ու չգիտեմ, էլ հոգեբանական այդ ազդեցության վրա ու ցույց տալի, որ բանը այս լրիվ ուրիշ աշխարհ ու լրիվ օրենքներից դուրս է։ Մենք հանդիսականի շարքում, հանդիսատեսի եւ ընթերցողների շարքում այսօր հյուրընկալել ենք նաեւ Արտեմին, բժշկական գիտությունների տեխնացու։ Քանի որ մենք նաեւ շատ ուզում ենք ավելի հստակ պատկերացում կազմել այն հիվանդության մասին, որը գրքում ակնարկվում է, մենք աղջիկների հետ նոր քննարկում էինք հիշողության դիսֆունկցիոնալ խանգարումը եւ նույնականացումը այլ մարդու հետ, արդյոք որևէ հստակություն կա որպես հոգեբանական շեղում է ամենին եւ արդյոք գրքում նկարագրվածը մոտ է կամ չափազանցված է այս խնդիրը։ Ձեր հարցադրման վերջի մասում երկու դրվագի հետ էլ համաձայն եմ եւ մոտ է եւ չափազանցված է, այսինքն իսկապես եթե նայենք ինչից է ծագում նմանատիպ խնդիրներ, որ կարող են լինել, առավել մոտ է այսպես կոչված հետտրավմատիկ ստրեսային համախտանիշին, հետ ստրեսային տրավմատիկ համախտանիշին, PTSD կոչվածին, պոստտրավմատիկ ստրեսային խանգարում պաշտոնական անունը, այսինքն երբ մարդը ունենում է շատ ուժեղ ցնցում, դրանից հետո կարող է շատ բաներ փոխվել անճանաչելիորեն եւ իրոք այդ փուլում մարդը դառնում է շատ զգայուն։
Այս մասը շատ նման է։ Եթե նայում ենք, այսինքն դրանից հետո ինչա տեղի ունենում, հնարավոր է որոշակի ակամա նմանակումներ եւ շարժումների մակարդակով դա կարա լինի, առանձին ժեստերի, ինտոնացիաների։ Հաստատ մենք ունենք շատ հետաքրքիր եւ դեռ քիչ ուսումնասիրված նեյրոնների խումբ, որ կոչվում են highline նեյրոններ, mirror neurons։ Այդ նեյրոնները նաեւ կապիկներ ունեն եւ դրանց միջոցով փոքրիկ կապիկները ավակներից սովորում են ինչ որ շարժումներ անել ու տեսնում են ոնց է հայրը կամ այր այդ շարժում անում, ինքն էլ է տենց անում։ Սովորելը, այսինքն մենակ մեզ ներհատուկ չի։ Ու մենք էլ մեր երեխաները որ տեսնում ենք, որ ճիշտ եւ ճիշտ հոր շարժումն է անում, ասում ես որտեղից գենային, այդքան էլ գենային չի, հիմնականում տեսնել նմանակել այդ highline նեյրոններն է։ Այս մասերը շատ իսկապես նման է, բայց որ այդ աստիճան տրանսֆորմացիա տեղի ունենա, ինչպես պնդում է հեղինակը, իմ կարծիքով սա ընդունելի, բայց արդեն չափազանցությունն ու ֆիքշնն է, որտեղ իրոք գիտական հետազոտություն չի գրում մարդը, այլ մտածում է իսկ ինչ կլիներ, եթե այս երևույթը շատ խորանար։ Շատ հազվադեպ առանձին դրվագների գրականության մեջ իհարկե կան, որ տեղի է ունեցել այնքան սեփական անձի ճնշում, որ մարդը այլ առումներով իրան մոտ թվացող մարդու հատկանիշները վերցնում է, բայց որ այս աստիճան լինի, անգամ ներառյալ, եթե չեմ հիշում դրվագ կար, որ մազերն են ճերմակում, երբ որ ինքը ծեր կնոջ հետ է ինչ-որ ժամանակ անցկացնում, հետո դուրս է գալիս, հոп, մեկ էլ մազերը մեկ էլ հետ են գրեն։ Այդ մասերը չափազանցությունն է, բայց ես շատ ներողամիտ եմ այդ տեսակետից գրողի այդ տրուկի հանդեպ, որովհետև ինքը հետարքիր շարմ ու միստիկայի տարերը հաղորդում, ոչինչ նորմալ է, բայց պարկասո տենց բան չունենք։ Փոխարենը նաև այլ մի շարք դրվագներ, որոնք բժշկական ասպեկտին առնչվում են, շատ ռեալիստիկ է նկարագրությունը գնում, երևում է, որ ինքը հաստատ նմանատիպ կոնսուլտացիաներ ունեցել է բժիշկների հետ, մասնավորապես օրինակ այն դրվագը, երբ շմոլգազով թունավորում է տեղի ունենում, որ հենց այդ տենց կարա դա տեղի ունենա, որովհետև իրոք շմոլգազը անհոտ անգույն գազ է ու մարդը չի հասկանում ինչա կատարում, պարտադիր չի հենց այտենց ցնդվի մարդ կամ անպայման սկսի վդրուկ հայհոյել, բայց կարող է շատ հանկարծակի տեղի ունենա ու ասես բա որտեղից ոչինչ չզգացինք, հենց այդ ոչինչ չես զգում, միջև այդպես լինում, ու ծածկույթներ կարող է լինել, կամ թեկուզ ինֆարկտի սցենան շատ առումներով շատ նման է, առանձին փոքրիկ դետալներ մի քիչ գուցե եւ չէ, բայց ընդհանուր առմամբ այդ տեսակետից նուրբ աշխատանք կա, այնպես որ ոչ մի բժիշկ շատ չի ներվայնանա, որ ասենք թե ասի, տենց չի, համարյա նման։ Մի քիչ տենց շմոլ գազը, եթե ես չեմ սխալվում, ուղիղ հենց այդպես չէր գրված, ինչ որ գազի այդ գազի անուններ երկար, ես երկար քննում եմ, եթե ինչ գազ է ու ոնց է այդ process-ը տեղի ունենում, փաստորեն դա սուտ չի եւ փաստորեն դա Սուտ չի, ցավոք սրտի ամեն տարի Հայաստանում այդ թունավորման դեպքեր լինում են, մարդիկ հոսպիտալացվում են ու միշտ չէ որ միանգամից ախտորոշվում են, փակ տարածքներում մեր ամառային խոհանոցներում վատ սարկած բաղնիքներում երբ որ թերայրում է տեղի ունենում ոչ թե ածխածինը դառնում է CO2 ինչպես պետք է այլ անբավարար թթվածնի դեպքում դառնում է CO այդ CO նույն ինքը ածխածնի մոնոքսիդն է նույն ինքը ավելի շատ մենք շմոլ գազ ենք ասում իրանք երևի կարբոն մոնոքսիդ այտենց այդ իմաստով էլ հաճելի էր եւ չհիասթափեցրեց Այդքանը կարող եմ ասել, ոչն էլ արդեն ոչ թե որպես բժիշկ, այլ որպես կրկին ժանրի սիրահար, ինքը դիտավորյալ մի քիչ այդ դադարները տալիս է, մի օրինակ բերենք հենց այդ նույն պահին, երբ նկարագրում է, էլի, բայց մեկը դա բժշկի պարտքի հետ է կապված։ Ամենասկզբում, երբ նկարագրում է, որ եկել են երկուսով կանչի, մի կողմից բժշկական պարտքը դու պարտավոր ես օգնություն ցույց տալ, մի կողմից հավանաբար դա քո քրոջ ասենք թե մարդաց բանա, բայց 100% չգիտես, ու մեկ էլ ասում է, բայց նա արդեն որոշել էր ինչ է անելու, ու մեկ էլ ձեն չի հանում այդտեղ։ Այդ լավ տրուկ է, այսինքն ինքը ուզում է որ դու մտածես, միթե սպանեցի վերջապես դու իհարկե գիտես որ
չի անի այդպես ինքը այդ ժամանակ հաստատ այդ ռեժիմ չէ, հաստատ ավելի լավ է դու իրան բուժօգնություն ցույց տաս, հետո սպանես։ Բայց այդ արդեն բարձվում է, որ քո ֆանտազիաներն է, ոչ թե որպես բժիշկ ես դատում։ Ուղղակի այդ ժամանակ իսկապես բժիշկը գործում է բոլորովին այլ ռեժիմի մեջ, այլ մոդի մեջ ու ինքը հետո անգամ արյան տեսքից կարող է վատանալ, բայց երբ կատարում է պրոֆեսիոնալ պարտքը, սա աշխարհը մի կողմ ինքը իր գործը անում է։ Հետո կարող է մտածի, ահա որ վիլացի, չգիտեմ ինչ, բայց այդ պահին ոնց որ լավ էր։ Ես բացային բժիշկ մոդի մեջ եմ, որտեղ ես մտածում եմ պետքա բուժել, հետո հարցերը լուծել։ Դուքս։ Շնորհակալություն շատ։ Հետաքրքիր խորհուրդ տամ ընթերցասերներին հիշողության կորուստի եւ ուրիշ կերպարի այլ մարդ քեզ զգալու հետ կապված մեկ այլ գիրք էլ կա շատ լավ դետեկտիվ է կոչվում է ուղևորը հայերեն թարգմանությունը չկա Պասաժերը Գրանժեի այո շատ եթե հետաքրքրում է այս թեման կարող եք կարդալ որ նույնպես շատ անսպասելի է այո եւ էլի այնտեղ էլ եթե չեմ սխալվում այդպիսի ախտորոշում կա արդյոք ամեն ինչ այդքան չափազանցված է ինչպես գրքում չգիտեմ, բայց ես ուսումնասիրել եմ, գիտեմ, որ այդպիսի ախտորոշում կա, որ հիշողության տենց, այո, կորուստների հետ կապված, մի խոսքով, եթե հետաքրքրում է թեման, կարող եք կարդալ շատ լավ գիրք է հետաքրքիր, հուսակ մի օր հայերեն կթարգմանվի։ Ֆրանկցիայի մոտ էլ նման շատ երկեր կան, կարծեմ հենց Բյատարոկ Վիսիլիչ դրա մեջ էր։ Ամեն դեպքում այդ թեման շատ ակտուալ է, քանի որ շատ գրավիչ է ցանկացած ընթերցողի համար։ Շփոթեցնող գրավիչ միջև չես կարող հասկանալ, տենց է իսկապես թե Շատ լավ, հիմա այն թեման, որին Հովհաննեսը անդրադարձավ, մեղքի գիտակցման եւ արդյոք մեր ճանաչած բարու չարի սահմանները այդպես ֆիքսված են, հստակ են եւ արդյոք մեր ճանաչած ճշմարտության սահմանները հստակ թե ոչ, գրքում ամեն դեպքում ասվում է, եթե անհատի գործողությունների պատասխանատուն հենց նույն անհատն է, որտեղ է ապրում նրա մեղքը, մարմնում, հոգում, թե նրա ինքնության մեջ, եկեք միասին գտնենք պատասխանը, որտեղ է ապրում մարդու մեղքը։ Մի բան ասեմ այս թեմայով, իհարկե շատ դժվար է ինչ կյանքի տարբեր իրավիճակներում այդ սահմանները տանելը։ Բայց քանի որ գրքում կոնկրետ մարդկանց կյանքի մասին է խոսքը գնում, ինձ համար այստեղ հարցականներ չկան ու ես երբեք չեմ էլ կարդում ինչ-որ իրադարձություններ այսպիսի դետեկտիվներում եւ սկսում մտածել, բայց ճիշտ էր թե սխալ էր, որովհետեւ եթե խոսքը կյանքի մասին է, ինչպես սկսվում է գիրքը, այդ ընտրության արժև ես, հա, քո արժև մարդասպան է, ոչ միայն գիտես, որ մարդասպան է, մի հատ էլ գիտես, որ քո հարազատի, քո քրոջ մարդասպանն է, որոշում կայացնելու խնդիր չկա։ Այդտեղ փրկել հետո արդեն դատաստանի, այո, ենթարկելը ամենաճիշտ որոշումն է։ Դրա համար Եթե խոսում ենք այս ամեն ինչի մասին, ապա այդտեղ սահմանների մասին չես կարող խոսալ։ Այլ հարց է, որ իհարկե յուրաքանչյուրի կյանքում տարբեր իրավիճակներում տարբեր մոտեցումներ կան, մեկ պատմությունը կարող է 3 հերոս ունենալ, 3-ն էլ տարբեր տեսանկյուններից պատմեն նույն պատմությունը պարզապես տարբեր բառապաշարով եւ մենք ունենանք 3 տարբեր պատմություններ, չնայած նույն իրադարձությունների մասին։ Մնացած առումով ճիշտն ասած, ուղղակի ինձ թվում է այստեղ լավ խաղարկվում է անընդհատ կաթոլիկ եկեղեցու հարյուրամյակների պատմությունը, որը շատ մութ է շատ դեպքերում եւ կաթոլիկ եկեղեցին հենց նույն ինկվիզիցիայի օրինակով այն կառույցն է, որը որ հիմք դնելով այդ դաբրադետիլ կոչվածը արել է այն ինչ որ իրան պետք է եւ շատ մատերիալիստական տեսանկյունից արել է ամեն ինչ, որովհետև այդպես պետք է եղել, այդտեղ ոչ մի մեղքի զգացողության կամ ճշտի եւ սխալի բան չի եղել։ Եվ իմ կարծիքով ավելի շատ այստեղ Դոնատոն փորձում է մեզ բացահայտել։ Իրար դիմում։ Այո, մենք շփվում ենք երկու կապի մեջ ենք։ Փորձել է նաեւ մեզ ցույց տալ, որ հենց եկեղեցին շատ հաճախ փորձելով ամեն ինչ քողարկել ճշտի եւ սխալի մեջ, ճիշտը սա է, մեղքի զգացողություն, միշտ արել է այն, ինչ որ իրան այդ պահին պետք է եղել։ Քաղաքական առումներով, այլ առումներով դա կարող ենք միջալյուց կաթոլիկ եկեղեցի ասել, ոչ միայն Իտալիայի մասին խոսել, Ֆրանսիայի մասին խոսել, Իսպանիայի մասին խոսել, որտեղ ինկվիզիցիա, բայց ասում ենք պետք է առաջին հերթին Իսպանիան պատկերացնենք, որովհետեւ Իսպանիայում մինչեւ 1800-ականները մարդկանց վառում էին, ինկվիզիցիան գործում էր։ Այստեղ ավելի շատ դա է, որտեղ է
մարդը եւ մարդկությունը հավատքը օգտագործում ուրիշների վրա ազդեցություն ունենալու եւ ուրիշներին ճիշտն ու սխալը ցույց տալու համար։ Կներեք երկար ստացվեց։ Ես շարունակելով Էլիտայի միտքը, այն վեբ ընթերցելիս այն համոզմանն եմ եկել, որ գլխավոր հարցերից մեկը նաև այն է, թե արդյոք արդարությունը միշտ արդար է։ Այ հենց դրա մասին կներես Հովանես, բան ասեմ, այստեղ ավելի շատ տրանսֆորմիստի շուրջ էր հարցը, այսինքն որքանով է ընթացքում քո կարեկցանքը կամ աճում կամ ընդհանրապես տրանսֆորմիստի կերպարին ավելի շուտ։ Նայեք, այդ շատ դժվար է այդ սահմանը իրոք հասկանալ, որովհետև պետք է իրան գրական ստեղծագործության մեջ դիտարկել, որովհետև այն հանցագործությունները ըստ գոնե Կարիզի ներկայացրածի ես հասկանում էի ու ըմբռնում էի նաև այդ տեսանկյունից, որ գուցե այդ հանցագործությունը արդարացված էր։ Ես մեզանից յուրաքանչյուրը կամա ակամա մեր կյանքում կարող ենք սխալներ անել կամ մեղադրել դիմացինին ինչ-որ սխալի համար, բայց ինքներս մեզ հարցեր չտանք հասկանալու համար գուցե այդ արարքում ենք իսկապես մեղքի բաժինը մերն էր։ Այ Կարիզին իր տողերում, իր տողատակերում պարզ ցույց է տալի, որ այստեղ այն մարդիկ, ովքեր սպանվել են, գուցե արդարացված սպանություններ են դրանք եղել։ Իսկ դա կարծիքով հանցագործությունների ռոմանտիզացիա չի գրականության մեջ։ Ինչ որ առումով այո։ Այո։ Շատ հաճախ ուղղակի երբ որ դա բերում ես կյանք, հասկանում ես, որ որևէ իրավիճակում մարդը առանձին վերցրած չպետք է որոշում կայացնի արդարացված հանցագործություն արդեն բառը մեզ հուշում է, որ ինքը արդարացված չի կարող լինել։ Ու շա իմ կարծիքով գեղարվեստական գործերում, երբ որ այսպես ռոմանտիզացնում են այս իրավիճակները, կերպարներին են ռոմանտիզացնում, հետո կյանքում դա մեր հասարակության վրա իր ազդեցությունը ունենում է ամեն դեպքում։ Այլ դա գուցե կանանց մտածողությամբ մի քիչ ուրիշ է այս հարցը, չեմ ուզում ասես շատ խորքային գնանք, բայց լինում են չէ մեր կյանքում իրավիճակներ, երբ որ օրինակ լսում ենք ու հասկանում, որ ինչ-որ հանցագործություն է տեղի ունեցել շատ դաժանաբար, անցնում են տարիներ ու երբ որ մամուլում կամ այլ հարթակներում այդ հանցագործության դրդապատճառներ ենք մենք հասկանում, մեզ ուղիղ հարց ենք տալիս, ես էլ լինեի այդպես կանեի։ Այդ խորքը հետ գնալու, վերլուծելու, ես չեմ արդարացնում ոչ մի հանցագործություն, բայց կան հանցագործություններ, որոնք անկախ քո կամքից կարող են արդարացվել։ Բայց կանայք ինչ կապ ունեն, չհասկացա։ Չէ, ոնց որ թեման Սանդրայի թեման Չէ, այս կարող ենք բան անել կտրել, բայց մի րոպե։ Չէ, Էլիտայի միտքը նրանում էր, որ օքեյ, կապ չունի, ինչա պետքա որակենք դա հանցագործություն ու վերջ այդ Ես մի հատ լուրջ բան ունեմ ասելու։ Եթե սկսում ենք անհանգ ստանալ Մարկուսի մասին, եթե նա ամենահետաքրքիրն է, ուրեմն ամենահակասականը պիտի լինի, ուրեմն բանը կա, պոտենցիալը կա, որ ինքը նաև հակասականությունը այնտեղ մեզ հասցնի, որ հետո մեզ մեղավոր զգանք։ Մի ուրիշ բանի մասն է ուզում ասել, որ այստեղ անընդհատ նշվում է, որ ասում են պենիտենցիերները իրենց սկզբունքով են առաջնորդվում եւ ասում են, չէ, ասում են հաշվի առ, մենք առաջնորդվում ենք միայն հանցագործի խոստովանությամբ, այսինքն ինքը իր տեսակետն է ասում, չէ, ասում է դու հաշվի առ, որ սա օբյեկտիվության սկզբունքով առաջնորդող ոստիկանական տվյալներ չեն, օրինակ այստեղ մի քանի անգամ դա հնչում է։ Ու դրա համար այդ պենիտենցիերները իրենք ոնց որ ազատություն ունեին գործել, որտեղ իրենք օրենքից դուրս են, դա հենց վտանգավորն է, չէ։ Իրենք օրենքից դուրս են, իրենց բանը, ուրեմն բարոյականությունը տարբեր է եւ օրենքը տարբեր է։ Թե չէ օրինակ ինչպես եւ օրինակ ինձ թվում է մի քիչ շատ է համահանում այդ բանի համար։ Սպաներ թե չսպաներ, միթե արդյոք քրոջ իհարկե պիտի փրկեր։ Այսինքն նախ էտել է բան, այդքան երկար Արտեմը արդեն նշեց, բայց կներեք մենք ունենք բժիշկներ, որոնք պատերազմների ժամանակ են աշխատում, այսինքն իրենց մոտ ամենասարսափելի իր ազգի հանդեպ կատարած ահավոր հանցագործություններ արած մարդկանց հետ գործ ունի եւ նրանք բուժվում են, այսինքն եւ դա ոնց որ ուրեմն ասեմ դա քննարկումից դուրս է ինձ թվում է այստեղ մի քիչ արհեստական ասա այդքան երկար միջև վերջ խաղարկում եւ մի էսպիսի բան իսկապես նա հիշում եք ասում է չարիքը չարիքա ծնում որ չարիքի հետ անդադ խոսում եք ու ցավոք սրտի էլի շատ դեպքեր կան չէ որ օրինակ
նարկոտրաֆիկի դեմ աշխատողները շատ դեպքերում ոստիկանները անցնում են բան։ Ինչպես եւ հակառակն է լինում, բայց այնքան հետաքրքիր է, ու այստեղ էլ այդ օրինակը բերվում է, ասում են նույն ձևով էլ այդ հոգեվորականները կարող են անցնեն այս սահմանը չնկատեն, ու այս սահմանի ընդհանուր առմամբ գաղափարը միշտ կարևոր է, միշտ հետաքրքիր է, վտանգը սենց անընդհատ ինքը մեզ բերում է։ Բայց էլի ես այս հրաշալի հեղինակի կողմից ցիտեմ, ինձ թվում է այստեղ ոնց որ Կարիզին մի քիչ ասում է եղբայրներ ես սա նկատի ունեի, ասում է մի օր հայր Ջոնաթանը հայտնեց, որ պատրաստ եմ պատմելու իմ պատմությունը, մաղթեց մեջբերում միշտ Լուիսի կողմից լինել ու հրաժեշտ տվեց նորից տեսնվելու խոստումով։ Այդ օրվանից այլևս չենք հանդիպել։ Այսինքն այսքանը պատմումը ներկայացնում է նյութը տալիս է, սա երկար մտածում է, ասում միշտ Լուիսի կողմից եղիր։ Այսինքն այդ բանը ոնց որ ասում է գիտեմ որ դու էլ ես շփոթվելու, գիտեմ որ այդ սահմանի հարցը կա, գիտեմ, բայց այնուամենայնիվ չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, ինչի համար է ստեղծվել մեր այս այո, պատմությունը, ուխտը, առաքելությունը։ Շնորհակալություն շատ։ Հիմա ինձ թվում է կարծում եմ ճիշտ ժամանակն է, որ ընթերցողներն միանան քննարկմանը, եթե հարցեր, դիտարկումներ ունենք, կարող ենք լսել ձեզ։ Իրականում ես էլ էի կարդացել, մի քանի տարի առաջ այս գործը կարդացել էի ու այս անգամ վերընթերցեցի, հետաքրքիր է, որ ես ընդհանրապես ոչինչ չէի հիշում, բայց հիշում էի այդ բուռն էմոցիաներս, որ ավարտին ունեցել էի։ Ու հիմա էլ կարդալու ընթացքում ես նկատեցի, մանավանդ վերջում, որ արդեն ամեն ինչ բարձվեց, ես նկատեցի, որ սենց հուշումներ է արել Կարիզին մեզ ամբողջ ընթացքում ու մենք կարդալու ընթացքում դա չէինք նկատել։ Հենց առաջինը, որ դիակը աչքերը բացեց, ինչ էր նշանակում։ Միանգամից արդեն մենք հասկանում ենք թե ուր է տանում ու անընդհատ այնտեղ տարբեր բաներ կա թեկուզ իր հիշողությունները որ ինքը չի հիշում մոր կաթը բայց հիշում է դիակի հոտը այդտենց ինչ որ թեմաներ կար ու շատ հետաքրքիր էր այդ կառուցվածքը հա շատ հետաքրքիր ձևով էր կառուցել այդ ամբողջ պատմությունը այդպես Շնորհակալություն Սա իմ առաջին ծանոթությունն էր հեղինակի հետ, նույնիսկ չէի լսել իր մասին, շատ ուրախ եմ, որ այս հնարավորությունը եղավ։ Սա համատեղ էինք մենք կարդում Ալիսի կազմակերպվածներ ու մոտ 8-9 հոգով, ցավոք շատերը չկարողացան ներկա գտնվել, բայց շատ էին ուզում։ Ինչտեղ հետաքրքիր այ Գայանեի նման ես ուղղակի այնպես ստացած որ մենք ամեն օր 50 էջ էինք կարդում ու պետքա առաջ չանցնեինք ու վերջում ես այնքան չդիմացա որ միանգամից 100 էջը կարդացի ու տարապում էի մեկ օր որ ավարտեն ու կարողանամ հարցերը տամ որովհետև վերջում միևնույն ես անկեղծ մահանում էի ուղղակի այդ մի օրը չգիտեմ ոնց դիմաց ասում եմ կարդացիք որովհետև այդտենց շատ հարցեր ունեի ու չգիտեմ դու ոնց ես դիմացել այդքան օր որ չգիտեմ այդքան ժամանակ որ չես խոսացել որովհետև նույնիսկ մինչև վերջի էջի վերջին տողը իմ մեջ հարցեր մնաց որսորդի տրանսֆորմիստի ու Մարկոսի հետ կապված ու ես երեխեքին ասում եմ երեխեք ճիշտ եմ հասկանում այսինքն այդ նույն մարդն է ու այստեղ Մարիամը հումոր արեց ասում այո 3-ը մեկում ռոյալի բույա ու ոնց որ այդ պահը ասենց չեմ հասկանում հետ եմ գնացել ես առանձին թուղթ ու գրիչ եմ վերցրել գրել եմ բոլոր կերպարներին ուզել եմ հասկանամ հեղինակը ինչի է որոշ կերպարների մեջը մտցրել ու վերջում իմ մոտ միայն հարցական մնաց այդ Սանդրանում հետ էր այդ Չէ, դե, հա, Շալբերը։ Այ իրան ինչ էր խառնել հեղինակը, հետո հասկացա, որ ինչ որ հա, երեքն կարդացել եք, հա, ուրեմն կկարդամ, կթարգմանեք, կկարդամ, որ sense նայում ես հենց այդ երագրությունը տեսնում ես, Աստված իմ տեղ էլի գրած է Մարկուս եւ Հա, այսինքն դա հենց շարունակվելու, այսինքն ասես կարող է էլի ինչ որ բան սխալ եմ հասկացել, բա հետո ինչա լինել։ Հա, ճիշտն ասած, այդ Մարկուսի հետ կապված, դե որ տեսա որ շարունակություն ունի, միանգամից իրան հանեցի կասկածյալներից, դա էլ շատ շփոթացրեց ինձ։ Ընդհանուր գիրքը ես շատ եմ հավանել, միակ հատվածը, որ ինձ չհամոզեց, այդ Լիսանդրայի հետ էր կապված հիվանդանոցում, որ ինքը որոշում է գնա այդ մարդասպանի մոտ, նստի ու բացի իր սիրտը եւ իր ամենանեղ այդ գաղտնիքը ու քնով անցնի հետո էլ թեթևանա ինչի՞ց է թեթևան հա ու քնով անցնի այ ես այդ պահը չհասկացա ջղայնացա ահա որս այդ գրքի հետ կռվում եմ ասում գժվել ես աղջիկ ջան ու հետո ինչ որ գժվել Դոնատո Կարինան ես իսկապես ու հետո այդ վերջում ինչ որ կիսա բայևիկ ստացվեց չհասկացա այդ ոնց դες մի անգամից արտնացավ կարացավ այդ բժիշկների հարցը լուծի զենքը գտավ այդ մարդասպանը էլի անունը անդադ մոռանում եմ մի խոսքով Կռվում
բաներ չեն ոչ մեկ չի գալիս, ես ինչ եք անում։ Բա։ Այսենց էմոցիաներ էր մեզ տվել գիրքը ու հուսամ հետաքրքիր է հենց նա, որ դու ամբողջ ընթացքում տեսնում ես Սանդրային շատ տենց ինչ որ կաղապարված կնոջ կերպարով, հետո վերջում ինքը ամբողջ իրավիճակը վերցրած է։ հայտնվում է կիզակետում։ Մի բան էլ ավելացնեմ, որ ես շատ եմ հավանել գրքում այդ արվեստի հետ կապված անընդհատ որ մեջբերումներ էր լինում, այդ լրիվ իմ գծով էր, կտավներ, այդ որմնանկարներ, այդ դրանք ամեն ինչը ես որ պատկերացնեք Google եմ արել, բացահայտ, ասենց մանրամասն կերպարներին բացահայտել եմ, որտեղ վստահ էի, որ այդտեղից ինչ որ մի բան կար ու ես էի այդ գծով ոնց որ մեր չաթում արվեստի հետ կապված։ Կարամ փոխանցեմ խոսափողը, ով ինչ որ մեկը ուզում է, քանի որ Դες գրքի թարգմանության ընթացքում Ես միջը այ հենց հիմա բաներ կա, որ մտածում եմ քիչ ամնում ասեմ Անին հետո շատ անեղվելու, որ ես չենք ասել տների համար, օրինակ Անին շատ էր սիրում, Ան ասեմ, հա, չէ, ասում է որ տները գաղտնիքներ ունեն, ամեն տունը իր հոտու ունի եւ այ հուշումը այդտեղ է։ Ներողություն։ Ես Կարիզից 4 գիրք եմ կարդացել, Էլիտայի ասած պատկաշիկը, ճիշտ հիշեց, չէ՞ անունը, հա, ու ամբողջ տրիլոգիան, ու ասեմ, որ սենց այս ամբողջ խառնաշփոթը շարունակվում է նույն շարունակական 2 գրքերում, մյուս 2 գրքերում։ Իմ համար նաև շատ կարևոր թեմա է այս գրքում հենց կորուստ ասվածը, որտեվ բոլոր հերոսները առնչվում են այդ կորուստի հետ։ Ու ամբողջ գիրքը հիմնված է հենց այդ կորուստ ասվածի հետ, շփոթություն, կորուստ, նույն Մարկուսի հիշողության կորուստ, ինքնության կորուստ, Սանդրայի ամուսնու կորուստը, բոլոր հերոսները ու ընդհանուր այդ ամեն ինչը հենց ոնց որ ու դու քեզ կորցված ես զգում գրքում ամբողջ ընթացքում ու վերջում հենց ամեն ինչ գալիս կապնվում է իրար հետ։ Գիրքը իր մեջ ներառում է այս ժանրի սենց ամեն ինչը, համ հոգեբանական թրիլերը, համ ինչ որ չափով կրոնական ասպեկտներ ունի, համ որ մտածում ես կրիմինալ հատվածը շատ ռեալիստիկ է նկարագրված, հաշվի առնելով հեղինակի մասնագիտությունը հենց, այն փորձը, որ ինքը ունի, ու իմ համար որպես դետեկտիվի շատ մեծ սիրահար, այդ շատ կարևոր է։ Ու շատ ցավալի է, բայց բանությունը հանցագործությունը չպետք է ռոմանտիզացնենք ոչ մի դեպքում իմ համար այս գրքում իհարկե այդ տրանսֆորմերը չունի ոչ մի արդարացում ինչքան է ինքը ենթարկվել է փորձերի, փորձությունների եւ այլն դա կոնկրետ ինքը ունի հոգեբանական խնդիր, որը պետք է լուծում ունենա, որտեվ ռոմանտիզացման պատճառով այդ ամեն ինչը գայս է իրական կյանք, նույն ձև մարդասպաններ, սիրական մարդասպաններ եւ այլն, իրանք դառնում են ասեն շատ ռոմանտիզացված կերպարներ, որը նորմալ չի ոչ մի պարագայում, իսկ Կարիզին հետագա իր այս շարքի մյուս գրքերում մի քիչ փոխվում է, այսինքն սկսում է կին կերպարներին մի քիչ ավելի լավ նկարագրել ու բացահայտել իրանց ավելի շատ Գիրքը ընդհանուր շատ բազմաշերտ է, շատ ու եթե ուզում ենք սենց դասական դետեկտիվից, այն մեր անգլիական դասական շատ սիրված ու հիմք հանդիսացող դետեկտիվից մի քիչ էս կողմ գանք, մաքսիմալ լավ տարբերակ է շատ ու չգիտեմ, այնքան կերպարներ կան, այնքան գծեր կան ու այդ ամեն ինչը այդքան սիրուն ու ճիշտ վերջում բերել հասցնել մի կետի ու այդքան հետաքրքիր կետի, որը օրինակ ինձ թվում բոլորս մի քանի անգամ կարդացել ենք վերջը, որ հասկանանք լուրջ, իրոք այդ ամեն ինչը տենց եղավ ու այս հեղինակից հաստատ արժեելի գործեր կարդալ, որտեղ շատ հետաքրքիր է, նույնիսկ իր մյուս շարքերը, որտեղ հիմնականում գրքեր ինչ, եթե չեմ սխալվում, շարքերով է գրում կամ եռագրեր են կամ երկու գիրք եւ այլն։ Շատ սիրուն գրված գիրք, շատ լավ կազմված դետեկտիվ, չգիտեմ, խորհուրդ կտամ, հաստատ ով չի կարդացել, կարդա։ Շատ սիրուն կազմով, շատ լավ թարգմանությամբ, խմբագրությամբ, այո։ Փոխանցենք քեզ։ Մի քիչ խոսեմ մեր զանգակյան սկզբունքների ու այս գրքի ստեղծման ընթացքի մասին։ Նախ ասեմ, որ զանգակը միշտ փորձում է կազմերը այնպես ներկայացնել, ոչ թե ուղղակի ներհայկական շուկային, հա, տենց մրցակցությունը միշտ այս մեր հայկական շուկայում լինի, այլ ընդհանրապես նայում է տեսնի, թե դրսում ինչ են անում եւ պարտադիր իհարկե հենց բնօրինակ գրքերը, բնագիր լեզվով գրված գրքերի շապիկներն ենք նայում, հետո մյուս թարգմանությունները թե չեն գտնում ես համար տենց ուղղորդող ինչ որ մի բան, հա, որ տեսնենք հասկանանք ինչ ուղղություն բռնել, ուսումնասիրում ենք, երբեմն եթե շատ լավ կազմեր են լինում հենց մենք
կարող ենք եւ օգտագործել, բայց այդ դեպքը չէր։ Այս այն դեպքներ, որ հասկացանք, որ պետք է բոլորովին ուրիշ ուղղությամբ գնալ, շնորհիվ Հասմիկի եւ Անի հատկապես ու այսպես ասեմ, քանի որ պետքա ծանոթանալ բովանդակությանը, որպեսզի իմանանք ինչ ենք շապիկին ցույց տալիս, կազմին ցույց տալիս, իրենք այդ process-ը շատ արագացրեցին, Անին հատկապես այնպես ներկայացրեց ինձ, դե ես խնդիր չունեի սփոյլանել, որովհետև ես պետք է արագ ուղակի ձևավորեի դա նաև, այնպես լավ մանրամասն ներկայացրեց եւ Հասմիկն էլ օգնեց, որ ես ուղակի ոնց որ կինո դա տեսած լինեի ուղակի, եթե չասեմ ընթերցած, բայց գոնե որպես կինո տեսել էի։ Արդյունքում ուզեցինք, որ պարտադիր լինի Հռոմի տեսարանները, պարտադիր։ Այդ խորհրդավոր կերպարը, որ սպոյլ չանենք, ընթերցանության ընթացքում կպարզեք թե ով է, բայց անպայման ուզեցինք, որ ինքը լինի եւ հատուկ այդպես խորհրդավոր թիկունքով կանգնած, որ դեմք չերևա, հա, որ մենք հա, պետք է հասկանա։ Ես ուզում իրենք չգիտեն, որ իրանց հետ են համատվում։ Հռոմը, որ պիտի այդպես միջավայրը ստեղծեր, որ ընթերցողը Հռոմը զգար, ի վերջո ամբողջ զարգացումները այնտեղ են լինում, սկզբնական էսքիզներում նույնիսկ մտածում էի հենց այդ պենիտենցիարիների այդ շենքը գտա լուսանկար, բայց դες ընդհանրապես կապ չունի, այդ միջավայրը չի ստեղծում խիստ sense մի տեսակ գաղութ հիշեցնող շենքեր, Վատիկանին մոտ այդպես, նո ոչ հիմիկվա գաղութներ հիշեցնող այն ժամանակվա Եվ հետո կանգնեցինք, որ եւ աղջիկներ կային առաջին տարբերակում, ֆոտոներ, որոնք դուրս եկան եւ սիլուետը մնաց, տեսնում եք այստեղ։ Ինչու որտեվ չենք ուզում, որ ինչ որ հատուկ տենց մի հստակ ինչ որ կերպար երևար, ուղղակի սիլուետի մեջից երևացող տարբեր կադրերով երևացող Հռոմը եւ դե կազմի վրա արդեն լուսանկարչական սարքը, որը կապ ուներ հենց բանի հետ, հա, այո։ Գույների համադրությունը ճիշտ ասած այդպես մի քիչ եթե տեսնում եք երանգ կա սենց մոխրականաչավուն երկնագույն հա այդ երանգը մի քիչ ուրիշ բան էլ ասեմ մենք հաջորդական գրքերը քանի որ սենց իրար հետևից գնում են գրքեր որոշակի պալիտրաներ կան որ չենք ուզում անդադ նույնը կրկնվի հա նախորդ գրքերը եթե կային հիմա ինչ որ թարմություն ենք ուզում գտնել եւ այս երանգը Միգուցե դա իմ տպավորությունը, որտեվ Հռոմում եղել եմ այդ կանաչ ծառերի, չգիտեմ, այդ դրան ասոցացվող իրենց այդ երանգները ծառերի ինչ որ կային, փորձել եմ դրանց համապատասխան ինչ որ երանգներ գտնել, դրա համար այդ ուղղությամբ գնացի, բայց արդեն օրանժը ուղղակի դրան համադրելով ենք ստացել։ Իրականում Մարիամը մի հատ հետաքրքիր բան ասաց, որ մենք չենք ուզում մի կերպար լինի գրքի վրա, որովհետև գիրքը իրականում հենց դա մի հոգու մասին չի, 2-3 չէ։ Հիմնականում դետեկտիվներում մենք կարդում ենք ու գալիս ենք մի կետի, որ կա մի հոգի մարդասպան, բայց այս պարագայում Կարիզին հենց դա փոխում է ամեն ինչ, որովհետև մենք չունենք մի մարդասպան, մենք չունենք մի վատ մարդ, մենք չունենք մի չկա մեկ հոգի, բոլորն են, գրքի բոլոր հերոսներն են ու հենց դա Հռոմն է, ինքը իրանով իր մարդկանցով, իր ամեն ինչով, իր գաղտնիքներով ու մեր շատ էլի լավ գրքերից մեկը Ձնեմ Արթնեզբյուի շատ լավ դետեկտիվ, բոլորի սերը, շատ էլի շատ ժանրի, շատ լավ գիրք է ու շատ հայտնի հեղինակ, իր պարագայում օրինակ եթե համեմատենք Նեզբյուի հետ կոնկրետ ունենք մի հոգի, մի մարդասպան, բայց այս պարագայում Կարիզին այնքան հետաքրքիր է այդ շեղումն անում ու կոնկրետ մարդասպանից, չգիտեմ գողացված կանանց մարդասպանից մեզ շեղում, որտեղ մենակ ինքը չի վատը, մենակ ինքը չի չարիքը էս ամբողջ գրքում, էս ամբողջ պատմությունում։ Ու ասացնա, այսինքն գրքում որ ասում է չարից չարն է ծնվում։ Հա։ Շղթայական շատ շղթայական ամեն ինչ տուժում են։ Միդրացում անի ասացի հետ կապված, ինչի Հռոմը հենց հատուկ կերպն է, որտեղ ես հասկանում եմ, եթե Հռոմը չլիներ, կան դետեկտիվների սյուժեներ, որ կարող է եւ չգիտեմ ինչ որ էս մի քաղաքում էլ լիներ, այն մի քաղաքում էլ լիներ, բայց այս սյուժեն չէր կարող զարգանալ, եթե Հռոմը չլիներ։ Այս դեպքում Վատիկանը, այդ շուրջ բոլորը, այդ ամեն ինչը եթե չլիներ ու այստեղ հիմնական այդ բան հետաքրքրություն առաջացնողը կարծում եմ հենց այս քաղաքի ամենապատկերներն են, այդպես սկոլաժատիպ համադրած։
Եվ եթե կարելի է ասել երկու բան, որ ամենասկզբից էի ուզում ասել, մտածում էի, որ սրան անդրադառնանք, քանի որ վերնագրի մասին խոսք գնաց, եւ այսպես Հռոմի կորած աղջիկները խիստ սահմանափակում է եւ շատ հասարակա դարձնում, իսկ հոգիների դատարանը, նախ որը հենց էլի կրկնենք, որ իհարկե, հա, բայց այստեղ անընդհատ հոգիների, որտեղ ըստ էության մեր մասին էլ է կարծես թե, այսինքն ինչքան արտահայտում է դա եւ որ այո, ասենք Հռոմն էլ այս դեպքում դառնում է կարծես թե այդ ամենի ոնց որ կիզակետը եւ հա արվեստի մասին շատ ուրախ եմ որ նշեցինք, որտեվ էլի այստեղ էլի ես այդ վերջաբանի մասին կասեմ, որ ասում է այդ հոգեվորականը, որի հետ այդ զրույցը երկար ունենում է, դրան հատուկ Հռոմի ոնց որ այդ կարևոր տեղերով տանում է, որոնք պատմականորեն ուրեմն կապված են եւ ինչպես նկատում եք, այն կլիշե տարբերակները չեն եւ ի տարբերություն Դեմ Բրաունին շատ ավելի ամբռնազբոսիկ է սա անում, կարծես թե ավելի բնական, հենց ամեն ինչը չի շտապում քեզ ասել, պատմել Եվ այդ Պենյաֆորտեն էլ, որտեվ ես այս վերջին անգամ հատուկ այդ որտեվ հայտնի է, այդ Սանտա Մարիա Սոպրա Միներվան իսկապես նշում եմ, որ քչագույն, այստեղ նույնիսկ ասում եմ միակ գոթական ոճի եկեղեցին է, ու շատ գեղեցիկ մատուրներ ունի։ Այս Պենյաֆորտեն, չէ, անընդհատ ասում ամենաանշուկներ, բայց ոնց որ ասում է եղբայր, թվում է թե անշուկա, բայց այնքան կարևոր է, որ հաջորդ անգամ գնաս, անպայման գնա գտի եւ նայր, ինձ թվում է այդ բանն էլ կա, այլ Կարավաջոյի մասին չեմ խոսում ուղղակի, որովհետեւ այդ առանց այդ էլ պիտի բոլորս գնանք Սա եւս մի առիթ է տալիս, որ ասում թե ինչքան այդ կապը, չգիտեմ, հոգու, խղճի, արվեստի, ոնց է այդտեղ արտահայտվում, այս կոնկրետ մի եկեղեցու Հռոմում, որը բաց է հանրային այս էլ է բանել, որովհետեւ ինքը բոլորիս համար է։ Ասենք թանգարան չի, եկեղեցու էլեմենտը այստեղ շատ կարեւոր է, ոնց որ այդ մեծ առաքելություն ունի։ Ասում է անընդհատ ես բաց եմ ու ես գիտեմ դու ինչի մասին ես մտածում։ Շնորհակալություն բոլորիդ անհատապես մեր խոսնակներին, Հասմիկ Եղիազարյանին, Հովհաննես Վարդանյանին եւ Այլիզա Չիլինգարյանին այս երեկոյի ընթացքում այս գիրքը այսքան հետաքրքիր ու բովանդակալից մեզ հետ քննարկելու համար։ Այս ֆորմատով հանդիպումներ հաճախ ենք ունենալու, այնպես որ ձեզ ոչ թե ասում ենք հաջողություն, այլ ասում ենք ցտեսություն։ Շնորհակալություն։